Արտադրության եւ արտահանման ծավալների աճ արդեն ոչ միայն թղթի վրա։ Ծավալները ձկնաբուծության ոլորտում կրկնապատկվելու են։ Երբ ձուկն իրեն զգում է ջրում, բիզնեսը նույնպես վատ չի զգում։ Ստացել են թույլտվություն Ռուսաստան ներմուծելու 1400 տոննա թարապազգի եւ մոտ 800 տոննա իշխան ազգիների։ Ջրաչափից գործարարների վախը հենց ջրաչափն է բռնում։ Ձկանը ստրեսներ չեն կանում, տեղափոխություններ չեն կանում, չենք վնասում։ Ձկնաբույծների ու վարչապետի հանդիպումները պարբերական են դառնում, ոլորտը գործադիրի ուշադրության կենտրոնում է, արդյունքները չեն ուշանում։ Ամառային իշխան, ծիածանափայլ, սովորական ու նաև ոսկեգույն, կարմրախայտ ու գեղարքունի Ռանչպար գյուղի Unifиш ընկերությունում աճեցնում են իշխանազգի համարվող հենց այս ձկները։ Դրանք ապրանքային են համարվում ոչ միայն երբ մի քանի կիլոգրամ են կշռում, այլ ասենք երբ ընդամենը 50 գրամ են։ Բուծում ենք Սևանի երկու անհետացող ենթատեսակները, դա գեղարքունին է եւ ամառային իշխանը, որով եւ մասնակցում ենք պետ պատվերներին Սևանալիչ բաստորնելու համար։ Ձկնային այս բիզնեսը 4 տարվա կենսագրություն ունի, իշխանազգիներ բուծող տեղամասը ընկերության 3 տնտեսություններից մեկն է։ 8 արտեզյան հորերից մղված ջուր են օգտագործում այստեղ ավազանների քանակը հասցրել են 175-ի։ 2009-ից սկսած, երբ բացվեցին արտահանման ճանապարհները, այստեղ սկսեցին կիրառել նոր տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս միևնույն քանակությամբ ջրում ավելի շատ ձուկ աճեցնել։ Վերցնելով ջուրը հատակից, բարձրացնում է օդի չթելուց դուրս է գալիս CO2 ածխաթթու գազը եւ հարստանում է թթվածներ։ Այս պահին այստեղ 470 տոննա ձուկ են աճեցնում, նրանց ընդհանուր կշիռը օրական ավելանում է 1,5-ից 1,8 տոննայով։ Ձկներն այս ջրերում իրենց հարմարավետ են զգում, բիզնեսն էլ համապատասխանաբար։ Տարեկան ծավալները ավելանում են, անցյալ տարի արտադրել են 230-240 տոննա ձուկ, այս տարի կրկնապատկի երևի մի քիչ ավելի կհասնի մինչև 600։ Ստորգետնյա ջրերը անսպառ չեն, խնայողությունն էլ այսօր դարձյալ օրակարգ է մտել, նույնքան արդիական է եղած միջոցներով ավելի շահութաբեր բիզնես անելը։ Այստեղ այս կանոնը լավ են սեղմել, աշնանը ներդնելու են նոր հեղուկային թթվածնի տեխնոլոգիան, որը ծավալների մի քանի անգամ ավելացում է նշանակելու։ Մաքուր թթվածին է լուծելու ջրի մեջ, որը ևս հնարավորություն կտա արտադրողություն հասցնել մինչև 80 կիլոգրամ քառակուսի մետրից։ Հիմա մենք ստանում ենք մինչև 30 կիլոգրամ։ Ինչպես մեր հաղորդումը բազմիցս պատմել է, կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ձկնարդյունաբերությունը, հաշվի առնելով արդյունաբերական այս ճյուղի հեռանկարային լինելը։ Արդեն 2 տարի հայկական ձկները հաջողությամբ հայտնվում են ուկրաինական, ռուսական ու նաև պարսկական շուկաներում։ Արտահանման հաջորդ ուղղությունը Եվրոպական միությունն է եւ այս ուղղությամբ կառավարությունն արդեն արել է փաստաթղթային բոլոր աշխատանքները։ Եվ այս ֆոնին վարչապետ Տիգրան Սարգսյանի այցերը ձկնային տնտեսություններ դառնում են պարբերական, ինչպես ասում են, ձեռքը զարկերակին պահած։ Այս ջուրը տալիս է հոսքը, ինքը անգամ ստեղծում է գետի հոսքի բանն։ Ինքը բացառնով է այս ցանկի։ Այդպես Ձկնաբուծարանը Արարատյան հարթավայրում տեղավորված 300-ից ավելի ձկնային տնտեսություններից ու նաև հանրապետության մակարդակով խոշորագույններից մեկն է։ 98,000 քառակուսի մետր մակերեսի վրա այստեղ 4 տեսակի թառապ եւ 5 տեսակի էլ իշխան են աճեցնում։ Արտադրական հզորությունները հիմա շարունակում են ավելացնել։ Շուտով պիտի կառուցենք նոր տնտեսություն 2 հեկտարանոց, որը միայն լինելու է մանրաձկան արտադրամաս, որը ապահովելու է միայն իշխան ազգիների մանրաձկան քանակները։ Ոգևորված եմ տեսնելով այն ներդրումները, որ կատարվել են, այն ժամանակակից մեթոդները, որ կիրառվում են, եւ մենք տեսնում ենք, որ ոչ միայն գործ ունենք ձկնաբուծության հետ, այլ նաեւ խավիարի արտադրության համար ներդրումներ են կատարվում եւ մոտակա տարիների ընթացքում նաեւ սև եւ կարմիր խավիար է արտադրվելու բավականին մեծ ծավալի։ 99 աշխատակից ունեցող Unifиш-ը գործում է արտահանման շեշտադրումներով։ Թառապներն ու իշխաններն այս ավազաններից հիմնականում հայտնվում են ուկրաինական, վրացական եւ ռուսական խոհանոցներում։ Կենդանի ձկնամթերքի արտահանման փակ դռները 22 հայկական ընկերությունների, այդ թվում նաեւ Unifиш-ի առջև բացվեցին 2009-ին կառավարության ակտիվ միջամտությամբ։ Արդյունքում միայն 2010-ին այս ձկնաբուծարանը Ռուսաստան է ուղարկել 200 տոննա ձուկ։ Այս տարի հայկական ձկներով բեռներ ընկերությունը դաշնակից երկիր դեռ չի առաքել։ 3 ամիս է զբաղվում են նոր պայմանագրերի ստորագրմամբ։ Ռուսական շուկան 2011-ին մի քանի անգամ ավելի շատ ձուկ է ակնկալում Հայաստանից։ Ստացել ենք թույլտվություն Ռուսաստան ներմուծելու 1400 տոննա թարապազգի եւ մոտ 800 տոննա իշխան ազգիների։
2011 թվականի համար։ Ապրիլի վերջից արդեն սկսելու ենք ուղարկել, քանի որ տարվա առաջին 3 ամիսները գնում են միայն պայմանագրերի ստորագրման եւ խորհրդակցությունների, պայմանավորվածությունների ժամանակն էր դա։ 1020 տոննա ապրանքաձուկ, 1.650.000 էլ մանրաձուկ։ Սա ընկերության նախորդ տարվա աշխատանքային հաշվետվությունից է։ Նոր կնքած պայմանագրերի ծավալները ապահովելու համար այս տարի արդեն մի քանի անգամ ավելացնելու են արտադրանքը։ Ընկերությունը մանրաձուկով կապահովի նաև Սևանա լիճը։ Երբ որ հեղուկ թթվածինը բոլոր տնտեսություններում մենք արդեն ներառենք, մեր արտադրությունը կհասնի մոտավորապես 6-ից 8,000 տոննայի։ Ձկնարդյունաբերողների տեխնոլոգիապես նոր աշխատելավոճը վարչապետին գոհացնում է։ Սա հենց այն է, ինչի մասին խոսվում էր 2-3 տարի շարունակ։ Եվ արտադրանքի, ինչպես նաև արտահանման ծավալների աճը ըստ նրա օրինաչափ է։ Մենք ակնհայտորեն ձեզ հետ միասին տեսնում ենք, որ 2011 թվականին ծավալները ձկնաբուծության ոլորտում կրկնապատկվելու են եւ մեր արտահանման կարողությունները առնվազն 2 անգամ այս տարի ավելանալու են։ Ծավալներն ավելանում են, նույն տրամաբանությամբ արտահանման շրջանակներն են նեղանում։ Այս ձկնաբուծարանը նպատակ ունի նաև եվրոպացու քիմքին հրամցնել հայկական ծագմամբ ձուկը։ Եվրոպական շուկայի դռները հայ ձկնարտադրողի համար կբացվեն, երբ մերոնք լուրջ ուշադրություն դարձնեն ձկների կերին ու անցնեն անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություններ։ Հիմա կառավարության ուշադրությունը այս ուղղությամբ է։ Այսօր կառավարությունը զբաղվում է Եվրոպա արտահանելու համար։ Մեզ թվում է, որ 1-2 տարի հետո մենք ունենանք Եվրոմիություն արտահանելու հնարավորություն։ Աջակցությունը դա շատ մեծ աջակցություն է, քանի որ դա կառավարական խնդիր է։ Մենք ինքներս չենք կարող տնտեսվարողներս այդ հարցերի լուծումները տալ առանց կառավարության աջակցության։ Դեպի եվրոպական շուկա մուտքի ճանապարհը գործադիրն արդեն գծել է ու կարգավորել անհրաժեշտ փաստաթղթային պայմանները։ Օրենսդրական փոփոխություններ սննդամթերքի անվտանգության չափորոշիչների եվրոպական պահանջներին համապատասխանեցում։ Գործընթացը մեկնարկել է, իսկ մինչ այդ գործարարը ժամանակ ունի սեփական բիզնեսի անվտանգ պատմություն ստեղծելու։ Տարուկես 2 տարի հետո կունենանք եվրո համար, որը մեզ կտրամադրի Եվրոմիությունը, քանի որ այդ դեպքում մենք կարող ենք համապատասխանելու դեպքում եվրո ստանդարտներին մենք ստանանք այդ եվրո համարը եւ իրանք ունենանք արտահանելու Եվրոպա։ Զարգացում, սակայն ոչ Արարատյան դաշտի քաղցրահամ ջրերի անխնա օգտագործման հաշվին։ Ստորգետնյա պաշարների խնայողությունը կառավարությունը ոչ պակաս օրախնդիր է համարել, քան բիզնեսի զարգացումն է։ 2 ամիս առաջ, երբ վարչապետը բարձրացրեց ձկնային տնտեսություններում ջրաչափերի տեղադրման կարևորությունը, ձկնարտադրողների ու կառավարության միջև կարծես սև կատու անցավ։ Եվ դարձյալ 2 ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը նրանք մտավախություններ հայտնեցին, թե ջրաչափը քչացնելու է ջրի հոսքը, տեղադրելիս էլ ձկները ջրի անջատումներից ուղղակի կսատկեն։ Վարչապետի ներկայությամբ այն ժամանակ գրեթե հանդիսավոր տեղադրվեց առաջին ջրաչափը, մինչև հիմա փառք Աստծո ջրաչափին ձկներ զոհ չեն գնացել։ Ջրի հոսքի նվազման հետ կապված դժգոհություններ էլ կարծես թե չկան։ Քարտեզի վրա տեսնում եք հորը, հետո երբ որ տալիս եք այս նույն ջրաչափի զեկույցը, դուք տեսնում եք զեկույցը ժամ առ ժամ, օրական 6516 կուբամետր ջուր։ Օրինակ այս կոնկրետ վերաբերվում է այն հորի ինֆորմացիային, որը ամենախորքում է գտնվում։ Փոխարենը բնապահպանության նախարարությունը կարողանում է կառավարել խորքային հորերից բաց թողնված ջրերի հոսքը եւ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ դա արվի անգամ կաբինետում նստած։ Արդեն 10 օր է այս ջրաչափը ճշգրիտ գրանցում է Յունիֆիշի Թարափաբուծարանի 2 արտեզյան հորերից դուրս եկող ջրի ծավալը։ Էլեկտրոնային համակարգով աշխատող ջրաչափը թույլ է տալիս մինչև անգամ տեղաշարժվել համակարգի հիշողության մեջ։ Իրա վրայից կարելի է 75000 ժամ հետ գնալ եւ նայել այս պահին ինչքան է եղել։ Անմիջապես իրա վրայից։ Ստեղ ինքը ցույց է տալիս եւ հավաքում է ծախսը եւ ֆիքսում է քանի ժամ է աշխատել։ Եթե հանգարցակի հոսանքազրկեն է ջրաչափը, ինքը ցույց կտա քանի ժամ ինքը չի աշխատել։ Այս ընկերությունում 4 հաշվիչ արդեն իրականացնում է 7 հորերի ջրային վերահսկողությունը, մինչև ապրիլի վերջը խոստանում են 12 հորերի ջուրը նույնպես հաշվարկել։ Մեկ հաշվիչը ձեռնարկատերը գնել է մոտավորապես 700,000 դրամով։ Ճիշտ է, մեխանիկականից թանկ են, բայց մեխանիկականը տեղադրել առաջանում է շատ տեխնիկական լուրջ խնդիրներ։ Կտրել, ջուրը փակել, միացնել, այս դեպքում այդ խնդիրները չկան։ Այս դեպքում մենք ձկանը ստրեսներ չենք անում, տեղափոխություններ չենք անում,
չենք վնասում։ Ջրի ծավալի հաշվարկման նախկին մեթոդը ենթադրում էր արտեզյան հորի ջրի ծավալի չափում տարվա մեջ մեկ անգամ միայն։ Ստացված ցուցանիշը հաստատվում էր ողջ տարվա համար, այն դեպքում, երբ ջրի ծավալը տարվա տարբեր ժամանակահատվածներում խիստ տարբեր է։ 1 խորանարդ մետր ջրի համար 1 դրամ, բնապահպանական վճարը գանձվում էր օգտագործված ջրի 5%-ի դիմաց միայն։ Ստացվում էր 1 տարվա համար ջրի վճարը միջինում 14-ից 15,000 դրամ էր ընդամենը։ Մենք ընդհանրապես բնապահպանության գումարները վճարում ենք երամսյակը մեկ անգամ։ Մենք երամսյակում կզգանք այդ տարբերությունները, եթե լինեն այդ տարբերությունները։ Փաստորեն, արտեզյան հորերի ջրի խնայողական ռեժիմին անցումը խնդրահարույց էր այնքան ժամանակ, քանի դեռ գործընթացը չէր մեկնարկել։ Հանդիպմանը ներկա տնտեսվարողներին հարց ու փորձ անելիս վարչապետը փաստեց, նրանց հետ նախորդ զրույցը անհետևանք չի մնացել։ Ուզում եմ արձանագրել, որ մեր նախորդ հանդիպումից հետո ես ուրախ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունները ձկնաբուծական մեր ընկերությունները կատարում են եւ մենք հետեւականորեն մեր ծրագիրը իրականացնում ենք։ Խոսքը գնում է եւ ջրաչափերի տեղադրման մասին եւ այն կանոնների, որ պայմանավորվել են, որ պետք է կատարածվեն, այդ ամեն ինչ իրականանում է։ Ձկնաբուծության ոլորտում առաջընթացը անզեն աչքով էլ նկատելի է հայկական ձկնամթերքի հաջորդ հաջողությունը կգրանցենք այն ժամանակ, երբ այն դուրս գա իսկապես եվրոպական շուկա։ Պետությունը եւ գործարարը խոստանում են, որ այս գործարքը սարերի ետևում չէ, միայն թե պետությունը գործարարի հետ մի պայման ունի՝ չչարաշահել բնական ռեսուրսները, այլապես ստացվում է, որ տարեկան կորցնում ենք ճիշտ այնքան ջուր, որքան Սևանից բաց են թողնում ռոռոկման նպատակով։ Հրապարակում մեր հանդիպումները ամեն երեքշաբթի եւ ուրբաթ։